եմ ծանոթացել անդրադարձությունները ինչ որ կարդացել եմ համացանցում, խոզարկելիս էլ ինչ որ բաներ վերցրեցին, Ձեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, պետական դավաճանները վաճառել օտարյուր։ Դավաճանները չեն կարող ինձ մեղադրել պետական դավաճանության մեջ, դավաճանը ամենաբարձրն է գոռում բռնել դավաճանը։ Ինչ վերաբերում է խոզարկություններին, ապա համակարգիչ են վերցրել, տեխնիկական հաստատություններ որպես այդպեսին չկային, հեռախոս համակարգիչ, որում երևի 20 տարվա հեռախոս այս ամեն ինչը կար, այս ամեն ինչը ուղղակի խոչընդոտում է մեր քարոզարշավին եւ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հիստերիկաբար հրահանգներ է տալիս, սա մենք նաեւ գնահատում ենք որպես խոչընդոտ մեր քարոզարշավին, որովհետեւ ես ժամ 12-ին նշանակել էի արդեն ճեպազրույց եւ այդ ճեպազրույցը փաստորեն խաթարվում է, հիմա իրենք ուզում են արդեն նաեւ մեր բնակարանը խոզարկել։ Հիմա դուք գնում եք բնակարան, խոզարկությունը ընթանում։ Հա, հիմա շարունակվելու է խոզարկությունը բնակարանում։ Տեսակի ինֆորմացիա կամ առնվազն այն դավաճանության մեջ, որ ձեզ մեղադրում, կոնկրետ ինչ ինֆորմացիայի մասին։ Անհեթեթություն է, ծայրից ծայր անհեթեթություն։ Ձեզ ասել են ինչին է վերաբերում, այդ ինչ տեղեկատվությունը։ Դե այն ինչ որ դուք համացանցում կարդացել եք, դա են իրենք ասում, բայց դա կոնկրետ ինչ տեղեկություն։ դրանից ավել ես տեղյակ չեմ, բնականաբար չէ կարող լինել, որովհետև 23 թվականի ամառվանից պատգամավոր չեմ, նույնիսկ պատգամավոր եղած ժամանակ գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, որովհետև ապօրինի եղանակով եք ձեռք բերել տեղեկատվությունը։ ապօրինի Նիկոլ Փաշինյանը ինքը թող չասի ով ինչպես է ձեռք բերում, իրենք են այսպես ասած պետական դավաճանություն գործել եւ հիմա ասում են եւ անում են բաներ, որոնք իվարկան ավարտեմ, ես ուրեմն իրենց եմ այդպեսին գնահատում 21 թվականին միակ ինֆորմացիան, որ այն ինչ որ ես կարդացի քննչականի մեջ դա այն էր, որ ես 21 թվականին ընտրվել եմ պատգամավոր, բայց 23 թվականին հրաժարվել եմ մանդատից եւ այս ամեն ինչը փաստորեն ծայրից ծայր անհեթեթություն է, իրենք ճիշտ ասած այդ գաղտնի նիստ կոչվածը չգիտեմ ինչ ես ազգային ժողովում ինչքան որ եղել եմ, մենք մեկ-երկու անգամ կարծեմ մինչև 23 թվականը երբ որ մասնակցում էինք կամ ուզում էինք մասնակցել, նու ես չէի մասնակցում, որովհետև գաղտնիության թույլտվությունը այսպես սկզբունքային առումով չեմ ստորագրել, ես ավարտել։ Չգիտեմ, տեղյակ չեմ ճիշտ ասած, բայց ուրեմն ես սկզբունքորեն չեմ լրացրել այն փաստաթուղթը, որը պետք է ինձ հնարավորություն տար գաղտնի տեղեկատվություններ ստանալու, որովհետև ես գտնում եի, որ առաջնային մանդատ ունեցող ազգային ժողովը չպիտի ենթակա լինի այն մարմնին, որը վերահսկվում է ազգային ժողովի կողմից եւ այդպես իմ սկզբունքային մոտեցումը դա էր եւ մեր խմբակցությունում կային էլի падգամավորներ, ովքեր կիսում են այդ տեսակետն եւ այդ գաղտնիության փաստաթուղթը չլրացնեցին եւ մեծ հաշվով սրանցից ոչ մի բան գաղտնիք լսել հնարավոր չէ, որտեղ իրենք ամեն ինչ թաքցում են, բայց սրանց գործողությունների մասին ադրբեջանցիներն էին տեղեկացնում, թե ինչ էին անելու, տարածքների հանձնում եւ այլն, այնպես որ ոչ մի գաղտնի բան չկա, ադրբեջանցիները մանրամասն ասում էին, թե ինչ են անելու սրանք։ Պարոն Թևանյան, Մարտուն Գրիգորյանի հետ առնչություն կա ձեր այս վարույթը, որ ձեր շուրջ է հարուցվում։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում, թե ինչ է իմ գործընկեր Մարտուն Գրիգորյան։ Հա, ես տեղյակ չեմ, ես որ առավոտյան ժամը 7-ին եկել են գրասենյակ եւ ես ձեզանից եմ հիմա տեղեկանում, ես կտրված եմ եղել ինֆորմացիայից։ Խոզարկության ժամանակ ավարտվել է։ Գրասենյակում ավարտվել է, բայց ինչ տարան արձանագրվեց, ինչ արձանագրվեց։ Համակարգիչներ, հեռախոսներ, ինչ-որ թղթեր, նույնիսկ վերլուծական նյութեր են վերցրել։ Պարոն Թևանյան, դուք ինչ հարաբերությունների մեջ եք Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ։ Ոչ մի հարաբերության մեջ չեմ, բայց Ռուսաստանի փորձագիտական, քաղաքական շրջանակների հետ ես չեմ էլ թաքցրել, որ շատ նորմալ գործընկերային հարաբերություններ կան, այսինքն Ռուսաստանի Դաշնությունն է մեր ռազմավարական դաշնակիցն է եւ ես բազում նաեւ ընկերներ ունեմ։ Իսկ շփումը դա է համարում, որ հենց այս փուլում է քրեական։ Ոչ, սա ուղղակի մեր որպես ընդդիմադիր ուժ գործունեությունը խոչընդոտելու համար է արվում։ Հիմա տեսեք, մենք հազարումի բան ունենք անելու քարոզության ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս,
նախապես անոնս է անում, ինքն էլ թելադրում է, թե ինչ ընթացակարգերով է այս ամեն ինչը տեղի ունենալու եւ փաստացի ստացվում է այնպես, որ իր հանրահավաքային հարթակից հնչեցված ցուցումները եւ ապօրինի հրահանգները մենք արդեն տեսնում ենք, որ ի կատար են Իսկ անցել։ ասեք, ինչ փաստաթղթեր են քննիչները ձեռք բերել ձեր գրասենյակից։ Խոզարկության արդյունքում ինչ է։ Ну, բաներ կան երևի նախաքննության գաղտնիքի հետ է կապված, առանձնապես ոչ մի բան, անհետեթություն։ Պարոն Թևանյան, ձեր ազատ տեղաշարժը հիմա ապահովված է, չէ՞, դուք այս պահին ազատ եք ձերբակալվում։ Ոչ մի կարգավիճակ չունեմ։ Հիմա այսինքն ձեր Թևանյանը դերքից դες է չեն կապել քննչական կոմիտեից, ԱՕԾ-ից, ինչ-որ կանչեր, Ну, քննչական կոմիտեից կային ներկայացուցիչներ, բայց կարգավիճակի հարցը Իսկ այս պայն ուր եք գնում։ տուն, մեր տունն են ուզում խոզարկել։ Նոր են խոզարկել։ Իրավապահների ուղեկցությամբ պետք է Ենթադրաբար, այո։ Սպասում են։ Բայց եթե դուք ազատ տեղաշարժի իրավունք ունեք, չեք կարող առանց իրավապահների գնալ։ Չգիտեմ, իրանք ասեն, կարգավիճակ չունեն։ իրանք մի վարքան հեսա կավարտենք, ես կարգավիճակ հրավիրեն քայլելու ոտքով այսպես Հիմա դիմակայված մասկի շոյով գնալ։ միծինգով կարող են գնալ, Հիմա ճիշտ դուք ասած։ իրենց մեքենան եք նստելու, դա Ինձ առաջարկում են, որ պետքա տեղափոխել, չէ, մոտ է։ դուք կարող եք հրաժարվել։ Այո, բայց իմ համար անհասկանալի է։ Մենք եկեք քայլելով գնանք, կարող ենք գնալ, եթե հարցեր կա, այս անհեթեթությունը, ուրեմն ես հիմա նորից ուզում եմ հայտարարել, Նիկոլ Փաշինյան, դու իմ կլիենտն ես, ուրեմն դու ես ներկայացրել եմ, թե ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել, եւ ես դա քեզ չեմ ներելու, ես ինչ որ դու անում ես եւ այն պիտակավորումը, որ կպցնում ես, դա քեզ չի ներվելու, որովհետեւ մեղադրել ինձ նման հանցագործության մեջ դա չի ստացվելու քո մոտ, բայց մենք քեզ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնել ենք, շատ առարկայական, ոնց հանձնեցիր Արցախը, ինչի դիմաց հանձնեցիր, իհարկե բաներ կա, դետալներ դու ինքդ կպատմես հետագայում, եթե իհարկե ճողոպրած չլինես մինչև այդ, ինչպես ես հանձնել Հայաստանի տարածքները, ինչպես ես այսպես կոչված սահմանագծում սահմանազատում իրականացրել, Ներողություն հարց է։ Ես բրիֆինգի եմ։ Բայց կարգավիճակ չունի, ես մի հուշում անեմ, չէ, 1 րոպեի հետ Տիկի Պոստանջյան, ներեցեք, ես տեղեկացա, որ ձեր տունը հիմա խուզարկում են։ Ինչ եք անում այնտեղ։ Չէ, հիմա ձեր խնդիրը, ներեցեք, ձեր խնդիրը միասին որ կա, բայց ձեր բայց այնտեղ արդեն տուն մտել են, այնտեղ քննիչներ մտել են տուն։ Ներեցեք դուք իրավունք չունեք Ո՞վ է խնդրում ներեցեք դուք մենք չենք կարող Իրանք հիմա ուզում են, այսինքն մեքենան նստած են ազատությունից։ Իրենց խնդիրը դա է, զրկեն ազատությունից։ Իրենց միասին հարելով գնա։ Հա, լրատվականներով, բոլորով գնա։ Խնդիրը ազատությունից զրկեն։ Եկեք մեր մեքենայով գնանք, մենք բարենք։ Ոչ մի խնդիր չի։ Լրատվականներով գնա։ Ուզում եք, որ նստեք ձեր մեքենան։ Եթե դուք Լրատվականներով, ով եք որ քաղաքացուն ասում եք նստեք մեր մեքենան։ Ներեցեք դուք ով եք։ Դուք ով եք ստիպելու եք։ Դուք ով եք որ Բայց ինքը տեխնացու է, կարգավիճակ չունի։ Լրատվականների հետ միասին գնա։ Լարվածություն արելով չառաջացնել, համա դրագիրում այստեղ ժամը 12-ին հիմա բրիֆինգով շարունակենք մեր զրույցը։ Դուք գնացեք բանկ մի հատ նկարեք այս մեքենան եւ այս անձանց ովքեր որ ուզում են ուղղորդել պարոն Թևանյան Ձեր տունը ո՞րտեղ է, պարոն Կողքը։ Այս կողքի շենքն է։ Կողքի շենքն է։ Կներեք, ԱԱՑ հարգելի աշխատակից, ինչ եք ասում, դες հետ կա, եթե սահմանափակված է պարոն Թևանյանի ազատ Դուք ինչ իրավունքով եք
Քննիչը թող գա, էլի։ Պարոն քննիչը թող գա։ Այսինքն ես այդ ինչ մեթոդի ունեմ, որ պետք է ողջով տեղաշարժել։ Ի վերջո, Նա քննիչը թող գա, ասի։ իրականացնել առաջ պարոն։ Առանց իմ ներկայության Բայց դուք ինչ եք ով է ասել, որ դուք իրավունք ունեք մարդուն նստացնել ինչ-որ մեքենայի մեջ։ Օրենքը մեկնաբանը գործը Ներես է որ օրենքով եք պահանջներ կայացնում։ Նա ներկայանա դու։ Քնչական գործողություն եք անում։ Սկսել եք ձեր անելու եք։ պայմանավորվեցինք, որ առանց իմ ներկայության Հիմա արդեն հասել է։ առանց իմ ներկայության Թևանյան ձեզ որոշում չեն տվել, որ ինչ քնչական։ Մենք քնչական գործողությունը աշխատակ սերիալում եւ աշխատանք պայմանավորվեցինք, որ առանց իմ ներկայության պետք է լինի խոզարկություն մեր տանը, բայց հիմա փաստորեն բացակայության Մեքենային ճանապարհ։ Եվ նաև Այսինքն այս քնչական գործողությունը նոր քնչական գործողություն են ուզում իրականացնել, որի որոշման հետ մենք ծանոթ չենք։ Հիմա նորից վերեցին մեքենան, ուզում են պարոն Թևանյանին Արևանյանին այլ ուղղությամբ տանեք։ Այո, բայց Թևանյան, դուք ուզում եք նստել մեքենան։ չէ, Իսկ ինչու՞ չեք կարող քայլել գնալ, Ես չգիտեմ իրանցից նեղադրյալի կարգավիճակ։ Ես իրանցից հարցրի։ ոչ մի կարգավիճակ չունի։ Ասա աշխատանքից ձեզ քնչական կողմերը հրանգել բաննել ավտոմեքենայով։ Ես խնդրում եմ պարզաբանումները դուք լրագրողներին ներկայացրեք։ Ես բարձաբանում եմ։ Բայց ինչի եք պահանջ ներկայացնում, ինչ եք խնդրում, դուք ով եք որ խնդրեք, ներեցեք դուք ով եք Տարբերություն ուզում հասկանամ։ Սաղ հարցերը քնի չէ։ Ոտքով մենք արդեն հասած կլինենք։ Մեքենա խնդրում եմ։ քանի մետր է այստեղից։ 50 մետրը մենք ավելի շուտ կհասնենք, քան ձեր մեքենայով։ Թույլ տվեք անցնենք գնանք գործողություն։ Խնդրում եմ, մի խոչընդոտեք քնչական գործողությանը, թույլ տվեք ոտքով գնանք։ Ոտքով տեղափոխվենք, ինչ խնդիր կա։ 50 մետր է այստեղից։ Թույլ տվեք, որ մենք մասնակցենք քնչական գործողությանը։ Մեզ մի խոչընդոտեք մեր տեղաշարժվելու իրավունքը։ Ձեր տեղաշարժման իրավունքը Հիմա այս պահին այս դիմակավոր մարդը խոչընդոտում է։ Ցանկանում եք ձեր բնակարանի խոզարկությանը նույնպես ներկա գտնվել։ Ոչ թե նույնպես էլ ասացի, որ առանց ինձ իմ բնակարանը չխոզարկեք։ Հա, դրա համար էլ սպասում ենք։ Դե գնացինք 50 մետր է այստեղից։ Հասնում եմ, որ մեր տանը արդեն խոզարկություն է կատարվում։ Ձեր տանը խոզարկություն չեն կատարում, քանի որ դուք պետք է մոտենաք, որ ձեր Դե թույլ տվեք գնանք այնտեղ, տեսնենք ինչ է կատարվում։ մեքենան Բայց ինչի մեքենան, դուք ինչ եք մեզ ապօրինի պահանջ ներկայացնում ձեր մեքենան նստելու։ Մենք իրավունք ունենք ազատորեն տեղաշարժվելու։ Թույլ տվեք մենք գնանք։ Մարդիկ մտել են մեր տուն։ ձեր տանը մարդիկ այսինքն դուրը բացելու են ձեր Չգիտենք ինչ է կատարվում։ տեղեկություն չունեմ, այնտեղ գնանք տեղ։ Հասկացա, թույլ տվեք գնանք 50 մետր։ Ներեցեք դուք ինչ եք կպինում։ Ինչ եք կպինում։ Առաջարկում եմ Մեքենային եմ։ աշխատակիցների հետ մոտենալ ձեր Բայց բնակարանը։ ինչի նստեն ձեր մեքենան։ Ես իվարկան հիմնավորում ասեք։ կարգավիճակ։ Հիմնավորում ասեք ինչն է խանգարում, որ մենք ոտքով գնանք։ 50 մետր Ես ընդհանրապես։ մեքենայով տեղափոխվեմ։ Գործողության հրատապությունը Եկեք ոտքով Ուրեմն ես ավելի ձեր հետ հրատապ կարող եմ հասնենք գրած տեղ։ գալ, որ մենք դուք կամ մենք միասին ոտքով ավելի շուտ ենք հասնելու մեր տուն, քան մեր մեքենայով։ Վստահեցնում եմ ձեզ։ այսինքն դուք ոտքով եք ցանկանում մոտենալ։ Այո, Հասկանալի է։ գնացեք։ Դե թույլ տվեք գնանք։ Շնորհակալություն ձեր աշխատանքին։ Թույլ տվեք անցնենք։ Ջան, հիմա Ածականներին հրավիրում ենք զբոսանքի։ որևէ մեկին մի վիրավորեք, մենք ծառայության հետ չունենք, բայց ես հիմա արձանագրում եմ, որ երբ որ առավոտյան եկան եւ մեր գրասենյակը խոզարկեցին, հետո ասացին, որ մենք խոզարկելու ենք նաեւ ձեր բնակարանը, իհարկե ես այդ որոշումը չեմ տեսել բնակարանի խոզարկության, ես դա չեմ տեսել, ես պայմանավորվեցի, որ առանց իմ ներկայության մեր բնակարան մուտք չգործել։ Եվ իրանք ասեցին, որ համաձայն են դրա հետ։ Հիմա փաստորեն ստացվում է, որ առանց Հիմա ձեր տանը ես չգիտեմ աշխատանքի են, դասի են մարդիկ, իմ ընտանիքի անդամները, կինս, երեխաներս, որ մեկը դպրոցական է, եւ այս պայմաններում ես
Նա չգիտեմ, ասենք, եթե երեխեն փոքրս տանն է եղել, ինչ նշանակում դիմակավորված ներխուժել բնակարան։ Այստեղ եկեք մի քիչ արագ Բավականին առնի գումարի մասին որտեղ եք այդ գումարը պատմում։ Ես գնահատում եմ ձեր գումարը, քայլում։ Ես գնահատում եմ։ Կատարյալ անհետեցություն է, բայց Նիկոլ Փաշինյանը թույլ իմանա, որ ինքը այս հոգեվարքի մեջ լինելով ոչ մի բան չի կարողանա փոխել այդ հայկական ավելի ճիշտ իրական ժամանակի հարիքան ոչով երբ որ իրենք ինչ-որ բաներ են գրել, դրանց այդ ոչով ինքնաստատի հեկատները պահնել են այդ պարադայում Ես սա գնահատում եմ առնվազն մեր քարոզչական գործունեությունը, նախընտրական գործունեությունը խոչընդոտելու ակտ, որովհետև մենք չենք կարողանում մեր քարոզությունը պատշաճ իրականացնել։ Ես ուզում հասկանամ, արձանագրության մեջ կա գրված, որ ես պետք է շուշուտ քայլեմ։ Հիմա մենք այս օպերատորները նկարում են, բայց ես մի բան ասեմ, եթե պարզվի որ այն մեր պայմանավորվածությունը, որ մենք ունեցել ենք, որ առանց ինձ խոզարկություն չի լինելու, խախտված լինի, զուտ տղամարդկային առումով դա հարի չի լինի ձեզ։ Ես այսպես ասեմ։ Չէ, ես հիմա կոնկրետ եմ ասում, որովհետև մենք չէ, ես հարգալից եմ վերաբերվել, հասկանում եմ հանձնարարականա պետք է կատարվեր։ Հա, դուք եք հայլեք, բայց եթե պարզվի, որ ի հետուկես պայմանավորվածության մեր բնակարանը ներխուժել առանց ինձ և ինչ-որ գործողություն են կատարել, դա ոչ, այստեղ է, շատ վատ անի մասին խոսում։ Եթե Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ինչ-որ շոու և այլն, դրանից հոգեկան վիճակը եթե կարգավորվելու է, դա արդեն իր պրոբլեմն է։ Ոնց եք գնում պարոն Թևանյան։ Ուղիղ գնում ենք տեղաբնով։ Ես կարծում եմ, որ այս քաղաքական գործընթացները բավականին նյարդայնացրել են վարչապետի աթոռը զբաղեցնողին և նա այսպիսի գործողություններ է գնում, հաստատ քիչ առաջ տեղեկացա, որ մեր թիմակցի հանդիպել է ինչ-որ բան եղել, բացարձակ տեղյակ չեմ, թե ինչի մասն է խոսքը, բայց նույն օպերայից հետ Ծառուկյանի դեմ, այո, Մարտուն Գրիգորյանի հետ կապված, իսկ ինչ կա, հիմա ինձ ասեք, ինչ են Էլի խոզարկություններ են դրդից նայում։ իսկ հիմքը Մի բան հորինակ է։ չէ, հորինելը հասկանում, ուզում հասկանում ինչ են հորինել։ Դա չգիտեմ։ Դե ես իմ աջակցությունն եմ հայտնում իմ գործընկերոջը, այս ամեն ինչը կանցնի կգնա, բայց նստվածքը մնալու է և հանրային պրոտեստների մեջ սրանք իրենց կեղտոտ դերակատարումը շարունակում են, բայց հունիսի 7-ին այս ամեն ինչը պետք է վերջ տալ, մի քարախի ատելության մթնոլորտը այս անհետեցությունը, որ կատարվում է, ես անձնական ոչ մի դիսկոմֆորտ չունեմ այս ամեն ինչից, բայց հանրային քաղաքական տեսակետից սա հայտարարություն է ուղղակի հաստատի գործունեության խոչընդոտ։ Իսկ այդ մարազմատիկ ձևակերպումները, որ տվել են, այդ հեքիաթները, որ պատմում են, դա արդեն կլոնոադայի ռեժիսորն ու սցենարիստը որոշում։ Հոդվածով փողով հոդված գրողը ինքը մտածում է, որ մյուսներն են այդպիսին։ Պարոն Թևանյան, դուք ասացիք, որ այնուամենայնիվ համագործակցություն եք, հա, բուսական ինչ-որ։ Ոչ թե համագործակցություն ենք, այլ մենք գործընկերային շփումներ ունենք։ Այո, հարաբերությունների շրջանակում հնարավոր է, որ դուք ամեն դեպքում ինչ-որ մի տեղեկատվություն եք փոխանցել, որը դիտարկվում է որպես պետական գաղտնիք։ Բացառվում է դա, մենք այդ ինչ տեղեկատվություն պետք է փոխանցենք, որ պետական գաղտնիք է։ Սրանց պետական գաղտնիքը գիտեք, երբ կարելի է պետական գաղտնիք համարել, երբ որ համարենք, որ օրինակ
Հոգեկան հիվանդության տերը Փաշինյանը դա համարվում է պետական գաղտնի։ Ինֆորմացիա որ ձեր տան վրա հարձակում ա եղել։ Դե օրեր առաջ հիմա ես կարող եմ ասել, որ Կապում եք իրար հետ, հա։ շատ կապում փաստ եմ արձանագրում։ Մենք հետաքրքիր է մարդիկ ոնց են մեր ռեալակի բացում։ Մի քանի օր առաջ որ հարձակում էր եղել, դա Գրազը հաղթեցի։ Ահա մեքենան ավելի ուշացավ։ Բնականաբար։ Դե մենք չեն ասել, այսինքն։ Չէի կարող ավելի շուտ հարցնել, քան մենք։ Դες ու դուրը դուք ոնց եք բաց է։ Դուրը բաց է։ Հիմա տանը մարդ կա՞ որ։ Տան հետ եք, ես իմացա մոքի դրան։ Չէ, մեր տանը մարդ կա հիմա։ Գիտեմ, հեսա դե բացանում։ Եկել չեմ կարող։ Մենք միասին ենք բացանում, հետո Պարոն Թևանյան, ո՞ր հարցում եք։ Եկեք պարոն Թևանյան, եկեք աստիճաններով բաց։ Հա, փաստաբանը թող դա։ Եկեք աստիճաններով։ Հա, ուրեմն սպասենք մի քիչ։ Ոսկ եք ստացել, ես ճիշտ ասած չնեղված ես այս։ Չգիտեմ, էլի հետո Իդեպ սա այն վերելակն է, որ մի քանի օր առաջ անհայտ անձինք եկել էին ու կոտրել էին։ Հետ սա գիտեք, էդի չգիտեք։ Բայց հիմա վերելակում մարդ կա, որ բացող լինի, պարոն Թևանյան։ Սա կիմանա, ես չգիտեմ։ Եթե վերելակի դրանը մուտք են, այսպես ասած, հնարավորություն են ստացել, ուրեմն Քննիչներին ասեք թող բացեն։ Ձեզ մոտ չկա Հատը կոֆե դնեն։ Հիմա ներսը մարդ կա դե, ով պետք է։ Բացրացան իրան։ Սա քննիչներ կհասնեն կբացեն։ չէ, բայց իրոք, եթե իրանք պարզի, որ առանց որևէ մեկի ներկայացում մեր տուն են մտել, դա այլ խուսակցություն կդառնա բացի իրավական։ Դիտավորյալ չեն բացում, որ լիֆտով բացում են։ Նայեք մեջը չմնա։ Հա, կարող է մեջը մնաք, էդի լիֆտը։ Հարապ չասնա մեծ։ Գույքային վնաս են պատճառում։ Ունը մարդ չկա։ Եկան քննիչները դուրս եկան ծնել ու թող տանը մարդ չեն։ Չացելա լույսերը տանել է Ռոմանոսը լավ չի աշխատում։ Լավ գնացինք հետ։ Հայրակ ներսում են չեն կարողանում բացեն իրանք գողները։ Սառաջանքով ջախին։ Պարոն Թևանյան, դուք չունեք դրանք որտեղ։ Չէ, բանալին թողել եմ։ Սպասում եք տեսեք տանը մարդ կա, Այսինքն չեք կարող, վերելակորը չեք կարող բացան, հա։ Վերելակով կարող են քննիչների հետ չեն դուզում։ քննիչները ուր են։ Երևի ով որ ընդեղ հա հիմա Նա խնդրում եմ ես հակառակ կողմում մի հատ կետ կա սուրճ են վաճառում իրանք ասեք թե ներսից բաց են էլի Պարոն Թևանյան, այնուամենայնիվ գուցե վերելակով բարձրանաք, արդեն քննչական կոմիտեի աշխատակիցները բարձրացել են։ Չէ, մի հատ տեսնեմ որտեղից են մտել, ինձ հետաքրքիր է օրինակ օրեր առաջ որ փորձել են դուրը Որ մտել են թող միացնեի դուրը բացեն։ փորձային ստուգեին բացում են թե չէ տեսել են որ կարողանում են կարող շոյալ հարցեր կան Իսկ իրենք ասեցին ոնց բացեցին դուրը հիմա։ ոչ Այսինքն վերևը հիմա ձեզնից առաջ մարդ կա բացրացած։ այո, պաստորեն։ Ոնց։ Իրանք էլ շատ լավ տիրապետում են, ես չգիտեմ։ Չգիտեմ։ Մեզ Իրանք առանց ինձ պաստորեն մեր տուն մուտք են ունեցել։ Ես բացելու համար կոդ ես որոշում եմ, որ պետք է գան մեր բնակարանը խուզարկեն, չեմ տեսել։ Պարոն Թևանյան, ձեզ ծանոթացել են, թե ձեր գործողությունների կամ ձեր կրած ինֆորմացիան, որը որ դուք փոխանցել եք, հա, ենթադրաբար այլ պետությանը գումարի դիմաց։ Ես մի բան եմ խնդրում, այդ անհետությունների անց գրած մի տիրաժավոր։ Այդ հարցադրումը ինքնին արդեն վատ է։
Ես ոչ մի բանով ծանոթված չեմ եւ ոչ մի բանից տեղյակ չեմ։ Իսկ այդ գումարները որտեղ են պահվում։ Ինչպես կարող են հիմնավորել, որ այդպիսի գումարներ եք դուք Իհարկե, ես նորից եմ ասում, այդ անհեթեթությունները մի կրկնեք իրանց տարածած։ Այդ գումարներն էլ, ասենք, Նիկոլ Փաշինյանը կիմանա ինչ է արել։ Ինքը ավելի լավ, ինքը փողով հոդված էր, չէ՞ գրում, սրանց վերցնում նա դեմ էր գրում, հետո այդ ում դեմ որ գրել է դրանից է վերցնում, մի հատ սրա դեմ էր գրում, բան։ Ինքը դրա պրակտիկան շատ լավ տեղյակ է։ Այնպես որ ես կառաջարկեմ տիրաժավորել։ Օպերատորն է։ Անցեք։ Դուրը բաց է։ Ո՞նց են մտա եթե մարդ չկա։ Դուրը բաց է, պարոն Հելարյան։ Մեծանով կա բաց։ Ով էր բաց է տանդուրը։ Այսինքն դուրը բաց էր, Դուրը բաց էր։ արդեն ներսում են։ Հաստաբան Հաստաբանը չի կարող։